Նիկոլ Փաշինյան, համեցեք։ Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք, առանցքային քաղաքական փոփոխությունը, որ առաջարկվում է ավտոմոբիլային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի այս փաթեթով այն է, որ Երևանում ուղևորցի, հասարակական տրանսպորտի ուղևորցի բարձրացման որոշում կայացնելու իրավասությունը քաղաքապետից վերցվում, երբ տրվում է ավականուն։ Ինչի համար է արվում այս փոփոխությունը։ Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղևորցի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է։ Առաջին այդպիսի փորձը, ինչպես հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում։ Ըստ ամենայնի, կառավարությունը և Երևանի քաղաքապետարանը, որ արդեն իսկ հայտարարել են, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղևորցի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավականու 65 անդամների միջև։ Բայց մինչ հարցի զուտ քաղաքական կողմին անդրադառնալը, ես ուզում եմ անդրադառնալ խոսել մի օրենսդրական նրբության մասին։ Ինչպես գործող օրենքում, այդպես էլ այս նախագծով նախատեսված է ուղևորցի վերանայման ինստիտուտ։ Տրամաբանությունը հուշում է, որ երբ ասում ենք վերանայում, ուղևորցը կարող է ինչպես բարձրանալ, այնպես էլ նվազել։ Բայց արի ուտես, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ուղևորցի վերանայում ասելով նկատի ունի միայն ուղևորցի բարձրացումը, որովհետև օրենքում գրվում է, որ փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով։ Որոնք են այդ օբյեկտիվ պատճառները։ Դրամի արժեզրկում, վառելիքաքսուկային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների աճ։ Ես հարց ու պատասխանի ժամանակ արդեն ասացի, մեր կառավարությունը փաստորեն արձանագրում է, որ միակ բանը, որ կարող է տեղի ունենալ դրամի հետ, այդ արժեզրկումն է։ Այսինքն դրամը անկելու է։ Միակ բանը, որ կարող է տեղի ունենալ պահեստամասերի և վառելիքաքսուկային նյութերի հետ, այդ թանկացումն է։ Ամեն ամիսներ առաջ ասում են, որ մաքսային միություն ենք մտել, հեսա պայմանագիր են կնքել նավթամթերքի ներկրման հատուկ պայմանների համար և մաքսային միության շնորհիվ այդ ամեն ինչը էժանանա։ Հիմա օրենքով արձանագրում է, որ չի կարող էժանանա, միայն կարող է թանկանալ։ Հիմա հիմնական զեկուցողն ու հարակից զեկուցողը ասում են, որ լավ կփոխենք, կնախատեսենք նաև էժանացման ինստիտուտ։ Բայց սա էլ չի լուծում խնդրեմը, որովհետև գործ ունենք շուկայական տնտեսության հետ։ Ապրանքները կարող են մի ամիս թանկանալ, 2 ամիս էժանանալ, հետո 3 ամիս թանկանալ։ Իսկ ինչ է նշանակում, տարին 4-5 անգամ մենք պիտի ուղևորց փոխենք։ Ոչ, հանրությունը կարիք ունի կայուն, վստահելի հասարակական տրանսպորտի։ Եվ ուրեմն ինչա պետք անել այստեղ։ Պետք է օգտագործել են մեխանիզմը, որ դրված է օրենքում։ Այսինքն ուղևորցը կարող է լինել մրցույթով նախատեսված ողջ ժամկետի համար անփոփոխ։ Այսինքն եթե մարդը 100 դրամով է շահել մրցույթը, ուրեմն ինքը պիտի 5 տարի ժամկետում այդ 100 դրամը պետք է լինի անփոփոխ։ Եթե կպարզվի, որ այդ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի սպասարկումից, թող հայտարարվի նոր մրցույթ։ Եթե պարզվի, որ ուրիշ ոչ մի ընկերություն այդ 100 դրամով չի կարողանում սպասարկի, ուրեմն ռիսկերը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը։ Որովհետև հասարակական տրանսպորտը այդ բան չի, 3 ամիսը մեկ բռնեն սակագին փոխեն։ Այսինքն պետք է շատ հստակ, կայուն ուղևորց գործի, եւ սա կարծում եմ
քննարկման ենթակա չի նույնիսկ հանրություն ունի կայուն տրանսպորտային համակարգի կարիք, բայց սա ընդհանուր քաղաքական ընդհանրական մոտեցման հարց է, առանձին թեմա է Երևանի ուղևորձը եւ թույլ տվեք հայտարարել տիկնայք եւ պարոնայք, որքանի դեռ Տարոն Մարգարյանը Երևանի ավականու իր խմբակցության հետ հանդիսանում են Երևանի քաղաքային իշխանություն, Երևան քաղաքում ուղևորատրանսպորտի ուղևորձը չի կարող փոխվել, չի կարող փոխվել։ Ինչու՞։ Որովհետև Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականին քաղաքապետի տեխնացու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էր Երևանի քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է. մեջբերում է. մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղևորձի փոփոխության հարց չի քննարկվել եւ առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում։ Մեր համախաղացիները կարող են անհոգ լինել, ուղևորձը մնալու է անփոփոխ։ Մեջբերման ավարտը։ Հիմա այս հայտարարությունից հետո մարտի 28-ին արել այս հայտարարությունը, մայիսին տեղի են ունենում ավականու ընտրություններ, հունիսին Տարոն Մարգարյանն ասում է պետք է տրանսպորտի ուղևորձը փոխվի։ Սա ուղղակի քաղաքական խայտառակություն է։ Այսպես են անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները քաղաքական գործիչ ասելիս հասկանում են խափեպա շուլեր մաշենիկ, որտեղ ոնց կարելի է մի բան հայտարարել, գնալ այդ հայտարարության հիման վրա ընտրություններ անցկացնել, պաշտոնը պահպանել եւ հետո ասել, որ չէ, տենց չի անել ուղիղ հակառակը։ Պրոբլեմ կա Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում, խնդիր չկա։ Տարոն Մարգարյանը, հանրապետական մեծամասնությունը, թող հրաժարական տա։ Ինչ եմ հանրապետական մեծամասնության մասին ասում, որովհետև Տարոն Մարգարյանը այդ հայտարարությունը արել է ոչ միայն որպես անհատ, այլև այդ հանրապետական համամասնական ցուցակի լիդեր։ Թող հրաժարական տան։ Երևան քաղաքում տեղի ունենան արտահերթ ավականու ընտրություններ, Երևանի քաղաքացիները իրենց ավականու անդամության տեխնացուների հետ թող քննարկեն այդ հարցը։ Այդ ինչ պրոբլեմա ծագ է։ Բայց քանի դեռ Տարոն Մարգարյանը եւ իր ավականու այդ մեծամասնությունը հանդիսանում են քաղաքային իշխանություն, մտքներով ուղղակի չանցնի։ Երևանի ուղևորափոխադրման ուղևորձի ճանապարհը միակ ճանապարհը, որ կարող է տեղի ունենալ, դա է տեսականորեն հետո ընտրողները կորոշեն։ Անցնում է Տարոն Մարգարյանի, անձամբ Տարոն Մարգարյանի եւ իր խմբակցության հրաժարականի եւ ավականու արտահերթ ընտրությունների միջոցով։ Ուրիշ ճանապարհ չկա։ Սա բայց ուզում եմ ընդգծել, չի վերաբերվում միայն Երևանին։ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այս նույն իրավիճակն է, այսօր մարդիկ ասում են ուղևոր չկա, որ ավտոբուս նստի, որ ավտոբուսային երթուղին ինքնածախսացածքի, ով է մեղավոր, որ ուղևոր չկա։ Ձեր կառավարությունն է մեղավոր, որ ուղևոր չկա։ Ձեր կառավարությունը չէր ասում, բա ինչ անենք, որ չթողենք արտագաղթեն, մնան հեղափոխություն անեն։ Դե չեմ մնացել հեղափոխություն չեն արել, ամեն ինչ արել եք այդ մարդիկ գնան, հիմա ասում եք ուղևոր չկա։ Բայց ձեր գործունեության արդյունքն է, որ չկա ուղևոր։ Հիմա ինչ ուզում եք այդ ձեր գործունեության արդյունքը այն մնացածներից կլպեք, ես չեմ հասկանում։ Այս նույն կառավարությունն էր, որ ասում էր, որ 2008 թվականին ասում էր, որ 2012 թվականին աղքատությունը Հայաստանում կլինի 14%, 32.5% է 2012 թվականին։ Հիմա ուզում են 50%-ով տրանսպորտի ուղևորձը թանկացնեն, խնդիր չկա, թող 50%-ով աղքատությունը կրճատեն, 50%-ով ուղևորձը թանկացնեն։ Ուզում են 100%-ով թանկացնեն, թող 100%-ով աղքատությունը վերացնեն, ուղևորձը թանկացնեն, չեն կարողանում աղքատությունը վերացնեն։ Թող ասեն չեն կարողանում աղքատությունը վերացնել, չեն կարողանում երկիրը կառավարել, թողեն գնան։ Այս ժողովուրդը ուրեմն կմտածի, թե ինչ կառավարություն ձևավորի, ինչ պայմաններ դնի այդ կառավարության առաջ, որպեսզի կարողանա շատ թե քիչ տանելի ինչ-որ մի հատ իրավիճակ ստեղծի։ Սա է միակ պայմանը։ Հակառակ դեպքում կստացվի, որ կառավարությունը եւ իշխանությունը ունի միակ խնդիր՝ ավելի ու ավելի աղքատացնել
կամ արտագաղթի պարտադրանքի առաջ կանգնացնել, առանց այն էլ չքավոր ու պանդուխտ դարձած Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Շնորհակալություն ուշադրության համար։